Իսկ ձեր սիրտը զբաղված է այստեղ։ Ես երեք ազաբ եմ եղել։ Գորիցն ընդյան օրը ձեռքը էի կոտրել։ Հա, ես գիմնաստիկայով էի զբաղվում այդ ժամանակ, բայց չէի ուզում ընդհանրապես գիմնաստիկայով զբաղվել։ Մի հատ հետաքրքիր պատմություն էլ գիտեմ Խորվաթիայից։ Ինձ էս հետաքրքիր է սամճ։ Պատրաստվել եմ, Սյոբ ջան, լավ հաղորդման ենք պատրաստվել։ Բալ։ Տնտակ։ Հա, էշտ է, դե էշտ է։ Ֆուս։ Ոտնա։ Հա։ Չէ, շշար կա ու։ Սպասի ֆլաշ։ Սպորտը կյանք է եւ այդ առանձնահատուկ աշխարհն ավելի գեղեցիկ են դարձնում յուրատեսակ ու զավեշտալի պատմությունները։ Սպորտի լեզվով հաղորդման տաղավարում է Հայաստանի ազգային հավաքականի եւ Նյուրնբերգի պաշտպան Ստեփան Մկրտչյանը։ Ստեփ ջան, բարով ես եկել մեր տաղավար։ Մերսի, բարև ձեզ։ Հայաստանի հավաքականը 2 ընկերական հանդիպումներ անցկացրեց ազգերի լիգայից առաջ, դու չմասնակցեցիր վնասվածքի պատճառով։ Մի փոքր մեր վերջին խաղերի մասին տպավորությունները ու ինչ վիճակում ես հիմա։ Փոքր վնասվածք ունեի, բայց հիմա փառք Աստծուն ամեն ինչ լավ է, լավ եմ զգում ինձ։ Ազգային հավաքականի վերջի խաղերի մասին կասեմ, որ տեսանք 2 խաղում էլ, որ թիմը շատ ավելի լավ է խաղում գնդակով, իմ կարծիքով։ Ճիշտ է, չհաղթեցինք խաղերում, անիմաստ գոլեր բաց թողեցինք, բայց ընկերական խաղերը մարզիչը փորձարկումներ էր կատարում, որը լիովին կարծիքով նորմալ է էլի։ Բայց ես տեսնում եմ, որ առաջընթաց կա ու շատ կա ու այս տեմպերը որ գնա հաստատ մեծ արդյունքների կհասնենք շուտով։ Մենք ազգերի լիգայում կարողանալու ենք պայքարել, այսինքն միանշանակ։ Շատ լավ, այսքանն էր սպորտի մասին, հիմա անցանք ավելի թեթև հավեսով ասել խոսելու։ Պաու Կուբարսի թե Ռուբեն Դիաշ։ Դիաշ։ Դիաշ թե Գաբրիել Մագալիաս։ Գաբրիել։ Gabriel թե Saliba։ Gabriel։ Gabriel թե Marquinhos։ Gabriel։ Gabriel թե Pacho։ Gabriel։ Gabriel թե Guardiola։ Gabriel։ Gabriel թե Gay։ Gabriel։ Gabriel թե Bastoni։ Gabriel։ Այս Bastoni ժամանակ մի քիչ մտածեցիր, Gabriel թե Ստեփան Մկրտչյան։ Ստեփան Մկրտչյան։ Միանշանակ ուրիշ կարծիք լինել չէր կարող, իսկ ինչ է պետք մի որոշ ժամանակ հետո այս ֆուտբոլիստների հետ, որ ոչ թե ես այս բլից հարցերը տամ, այլ չգիտեմ, իտալացի Սուրենը կամ ֆրանսիացի ու Ստեփան Մկրտչյանի անունը այնտեղ լինի։ Մի քանի տարի։ Մի քանի տարի։ Շատ լավ։ Նյուրնբերգի առաջին կիսատ մրցաշրջանի մասին, որովհետև դու ծմրանը տեղափոխվեցիր, ինչքանով ես հարմարվել, ոնց է Գերմանիայում։ Կասեմ, որ շատ լավ է, իմ մտածողությունն է, որ նոր եմ սկսում ֆուտբոլով զբաղվել ես։ Տարբերությունը այդքան շատ մեծ է տարբերությունը Գերմանիա տեղափոխվելուց հետո, ինձ իրականում շատ է դուր գալիս թե գերմանական ֆուտբոլը ու Բունդեսլիգա երկուսն է ինքը, բայց բոլորն են խոսում, որ լիգը խաղերը չի տարբերվում Բունդեսլիգայի խաղերից։ Ինտենսիվությունը շատ բարձր է, թե որակապես ամեն ինչը մի խոսքով։ Սկզբում որ նոր էի գնացել, գիտեի, որ քիչ ժամանակ ստանալու խաղաժամանակ, մարզիչի հետ էի խոսել, որը նորմալ էր, որովհետև կար 2 պաշտպաններ, որոնք ամբողջ մրցաշրջանը խաղացել էին։ Ինձ ժամանակ էր պետք, հիմա գալիք մրցաշրջանում հաստատ ավելի շատ կխաղամ ու հուսով եմ, որ կլինեմ մեկնաբեջ, հուսով եմ վստահ եմ, որ կլինեմ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։ Հետո վնասված ստացա մոտ 1 ամիս, 2 ամիս հետո ոչ պարտադիր, բայց դե ֆուտբոլա լինում է ու գրեթե 1 ամսից ավել բաց եմ թողել, բայց հիմա արդեն լավ վիճակում եմ, պատրաստ եմ հաջորդ մրցաշրջանին։ Մարզիչի հետ միշտ զրուցում ենք, խոսում ենք, շատ գոհ եմ։ Այս դրա մասին է ուզում խոսենք, Քլոզեի հետ ձեր զրույցների մասին։ Ինչ ձևի անձնավորություն է, հեշտ է իր լեզու գտնել ընդհանրապես։ Շատ լավ մարդ է, շատ լավ տղա է, շփվում ենք միշտ իրար հետ, նույնիսկ մենակ ֆուտբոլի մասին չէ, միշտ ամեն ինչի մասին էլ շփվում ենք ու ինքն էլ նոր է սկսում իր մարզչական կարիերան, որպես ֆուտբոլիստ դե բոլորս էլ ճանաչում ենք, մեծ ֆուտբոլիստ է եղել, բայց որպես մարզիչ ինքն էլ է նոր սկսում։ Որպես մարզիչ, որպես տղա, որպես մարդ, իրոք շատ լավն է ու ամեն ինչով օգնում է, մանավանդ ինձ հետ շատ է զրուցում, որովհետև ես տրանսֆերային պատոնի վերջի օրն եմ այնտեղ գնացել, թիմին ծանոթ չէի, նույնիսկ հենց առաջի խաղից առաջ ես գնացել եմ այնտեղ ընդհանրապես մի պարապմունք եմ արել, հետո 2 օր չեմ պարապել ու առաջի խաղս եմ խաղացել հենց մեկնարկային կազմում, հենց ինքը անձամբ մոտիկացավ ինձ, ասեց մի խոսքով հանգիստեղի սխալները լինելու են, ոչ մեկ քեզ դրա համար ոչ մի բան չի ասի, ոչ պարապել ես, նույնիսկ ֆուտբոլիստների անունները չգիտեի, բայց միշտ օգնում է ամեն ինչով, մի խորհուրդներով, չգիտեմ, դաշտից դուրս, դաշտի ներսում, մի խոսքով ես շատ գոհ եմ։
Ես գիտեմ, որ դու հոկեբանորեն ուժեղ ես իհարկե, բայց այդ խաղը ես էի մեկնաբանում։ Առաջին քոնորամուտի խաղը մի խոսքով են, որ մի 10 րոպե հետո 11 մետրանոց բերեցիր։ Այդ բանը հետաքրքիր է, ինչ էիր մտածում, որ առաջին խաղն է ու այդ դրվագը եղավ։ Բայց ես գիտեմ, որ դրանից հետո դու բոլոր թիմակիցներից դու էիր ոգևորում, էլի, որ անցանք այս։ Առաջին խաղերը միշտ տենց է լինում։ Ես հավականում առաջ խաղից կարմիր եմ ստացել, Օսեկում 11 մետրանոց եմ արել, այնտեղ 11։ Սպասել էր ինձնից։ Լավ ճանապարհի սկիզբն է, խոսքով կա։ Չէ, իրականում այդ բանը դե սխալներ լինում են, հիմա կարող առաջին խաղից չլիներ, չգիտեմ, 5-րդ խաղից լիներ, ես ընդհանրապես դրանից ինչ որ նեղվում եմ կամ ինչ որ բան, իհարկե ցանկալի չի, բայց այս ֆուտբոլ է, ֆուտբոլում 10 տարեկանն էլ եթե մտցնես դա սխալ կանի, 40 տարեկանն էլ կարող սխալներ անի։ Քչերը գիտեն, կարծում եմ, որ Ստյոպա Մկրտչյանի ֆուտբոլիստ դառնալու, չգիտեմ, այս տարիների մեջ շատ մեծ դեր ունի հորեղբայրդ Գոռը, որի հետ նույնպես իդեպ շատ լավ հարաբերություններ կան, ընդհանուր նաև շատ մտքեր եւ շատ հետաքրքիր պատմություններ եմ ես իմացել, բայց ուզում եմ դու խոսես, որովհետեւ դու քեզնից լավ ոչ ոք չգիտի ինչպես է այդ տարիների ճանապարհը եղել, ինչպես է ինքը նպաստել քո այսօրվան, չգիտեմ։ Մեր ընտանիքում եթե մի հոգի կա, որ ֆուտբոլից մի քիչ բան հասկանում է, թորեղբայրս է։ Իմ ծնողները, ընտանիքից բոլոր անդամները շատ հեռու են ֆուտբոլից, չնայած հիմա որ սկսել են խաղալ, հիմա ուրիշ կլինի։ Մի փոքր արդեն հետևում են, չգիտեմ, քիչ սովորում են ինչա ֆուտբոլը, բայց ընտանիքումս որ մեկ եղել է իմ կողքին, որ ֆուտբոլից որ բան հասկանում է, թորեղբայրս է եղել, ու փոքր ժամանակ էլ դե ինքն է ինձ միշտ ֆուտբոլի տարել, ինքը, մայրիկս, հայրս այդքան շատ չի եկել ու միշտ ասել է, որ ինքը չի սիրում պարապմունքներին խաղել ինգա, այդ իր կարծիքով խանգարում է։ Բայց հիմա դե բնականաբար գալիս են, բոլորն էլ նայում են, այդ Սևի փոքրուց ինքն է միշտ որպես ֆուտբոլային մարդ ասեմ, իմ կողք եղել, որ ինձ խորհուրդներ ա տվել, չգիտեմ, միշտ օգնում է։ Կհիշես, որ Գոռի ծննդյան օրը ձեռքդ էիր կոտրել։ Ես գիմնաստիկայով էի զբաղվում այդ ժամանակ, բայց չէի ուզում ընդհանրապես գիմնաստիկայով զբաղվեի, չէի ուզում գնայի ու հորեղբորս ծնունդի օրն էր, ես էլ պատրաստում էի մրցումների գիմնաստիկայի, թե եւ 8-9 տարեկան էի։ Հայրս պապաս էր եկել մի խոսքով ինձ տուն տաներ, որ արդեն պիտի գնենք ռեստորան, թե ինչ-որ sense մի պատմություն։ Ու մարջես ասեց, լավ, դե պապա եկել ա, մի հատ էլ պապայի համար հետ սալտե ժամանակ ինչ-որ սալտո էի սովորում, ինչ էի սովորում, չեմ էլ հիշում։ Մի խոսքով նոր բան էի սովորել։ Տենց որ պիտի անեի ու գնայի տուն, հենց այդ բանը սալտո արեցի, ընկա ձեռքից վրա կոտրեցի։ Տենց դրանից հետո տարան վիրահատեցին։ Հենց աշկերտս բացել են վիրահատությունից հետո ասել են հիմա ինձ ֆուտբոլ եք, չէ՞։ Այս դա գիտեի ճիշտ ասած։ Մի հատ հետաքրքիր պատմություն էլ գիտեմ Խորվաթիայից, որ բենզինով ավտոմեքենան մի քանի ժամ։ Ինձ հետաքրքիր է սա։ Պատրաստվել եմ, Սյոբ ջան, լավ հաղորդման ենք պատրաստվել։ Բենզինով այդ ոնց է եղել ու ես կարող եմ շատ պրատ գիտեմ։ Աման ընտանիքս պապաս, մամաս, քուրիկներս են եկել մոտս Խորվաթիա ու Բուդապեշտին շատ մոտիկ էր, շատ սիրուն քաղաք է։ Ասացի եկեք գնանք մի խոսքով Բուդապեշտը դες ցույց տամ։ Գնացինք, արդեն գնացինք սխալ տեղ կանգնեցինք, այդ շտրաֆ եկավ։ Մինչև գնացինք այդ մուծեցինք փոշտում եւ այլն, արդեն գիշերվա 1000-ներ մութ էր։ Ես էլ դե եւի երկրորդ անգամ եմ այնտեղ, տարա որ սիրուն տեղերը ցույց տամ, ոչ մի բան չի հիշում, մենակ շինարարություններ էր։ Մի խոսքով տենց մի կերպ սիրուն տեղերը ցույց տվեցի, հետ գնալու ճանապարհին հիշում էի, որ այդտեղ բենզակալոնկա կա, շատ լավն է տեղի բենզինը։ Ասեցի մի հատ այդտեղ կանգնի խոսքով, մի հատ դիզել բենզին լցնեմ, պապան ասեց բենզին թե դիզել, անջատված ասի դիզել։ Ու իջա մեքենայից իջա, տենց անջատված դե արդեն ուժամել էր հոգնած էի, դիզելը լցրեցի, նստեցի ավտոն։ Բայց հետաքրքիրն է որ նայեք հեսա ոնց է գնում ու գնացել է այդ ավտոն։ Հոտ տվեցի մի խոսքով մեկը պրպրպ։ Դες միջով հասանք տուն 200 կիլոմետր դες քշել ենք։ Այդ ֆիզիկայի օրենքներին դեմ բաներ անում մեր հայրն եմ ասում։ Այդ մեքենան էլ ընդ ոնց որ ռենտով ենք, վարձով ենք վերցնում։ Անգել եմ այդտեղն էլ ծանոթ, ասում առավոտ մի խոսքով խոտ չեն գնում դե ավտոմոս խոտ է կգնի բենզինա, դիզել են լցրել մեջ։ Անգել եմ ասում չի գնում խոտ, բախի։ Ասում չգիտեմ հիմա, ես ինչ իմանամ, եկեք մի հատ նայեք։ Եկան էլ ինչ ասեք նայեց, ակումուլյատորները մարդ են բերել, որ ակումուլյատորները փոխես կոմեն։ Դե ասում բենզին կա մեջ, ասում ոչ չկա։ Այդ դիզելը լցրել եմ, այդ դաչկի բանը պոլնիա ցույց տալի, սա յուղոտվել է դե։ Խոսքով եկան տարան մի քանի օր հետո գերել են, ով է վերջի անգամ լցրել այս ավտոյի մեջ բենզին։ Չգիտեմ ես կապ չեմ ունեցել։ Մի քանի ամիս է որ Գերմանիայում նման արկածային պատմություններ չեն եղել դեռ Գերմանիայում։ Հələ որ նորմալ է կարծիքով։
ընկերոջս հետ ա եղել ունեմ, մի քիչ տարիքում էց իմ արդեն Գերմանիայի ընկերներն են, հայեր են, ոնց որ հենց իրանց հետ ամեն պատմություն ա եղել։ Էլի բենզին դիզել։ Ունես հայ ընկերներ արդեն, հա, կան։ Այնտեղ շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել, Դավիթի գլխավորությամբ գիտեմ որ կնայի այս հաղորդումը։ Ինձ շատ լավ դիմավորել են, այնտեղ են բոլորը այդ ծանոթացել, շատ լավ դիմավորել են, ամեն ինչով օգնել են ու հիմա իմ տան անդամի նման են։ Դե շատ կարևոր է, չէ՞ սկզբից բանավանդ որ մենակ ես կնամ։ Իրանք հենց առաջ օրից որ մի խոսքով ինձ զանգել են, ամեն ինչով օգնել են, ես իրանց շատ շնորհակալ եմ, հիմա իմ համար իմ հարազատ աղբոր պես են, իմ պապայի տարիք են, մի քիչ իմ պապայից դեպի փոքր, բայց ավակ եղբայրն են մի խոսքով, ավակ ընկերներ են, ոնց ասեմ։ Մինչև գերմանական մի ուրիշ հետաքրքիր կտորինացնել, ես Խորվաթիայից մի դեպք էլ հիշեցի, որը գնահատականի արժանի։ Մեր մարզիկներից չեմ հիշում, մարմնամարզիկներն էին, թե ովքեր էին, որ եկել էին մրցման ու դու հանդիպել էիր այնտեղ իրանց, հա, կհիշես այդ պատմությունը, ինքը ինձ համար շատ տենց գնահատականի արժանի բան է։ Իմ մարզիչը, ում որ գիմնաստիկայում պապը, նաև իմ պապայի ընկերն է, մեր աղբերն է, մեր ընկերն է, իմ հոպարն է, մի խոսքով սենց ասեմ, դե նույնիսկ ինքը չգար, որ տենայ հայերը դե եկել հասել են Խորվաթիայից եք, հաստատ գնայք տեսնեի, բայց որ գիտե ինքն էլ այստեղ, հենց մի անգամից այնտեղ զանգել եմ, հանդիպել ենք մի խոսքով։ Նույնիսկ դեպք ա եղել շամարտի չեմպիոն, այնպես որ չեմպիոնատ էր Զագրեբում, ես մի քանի օր այդ ժամանակ էլ եմ գնացել, ուղղակի տեղեքը ժամանակ չունեին, որ հանդիպեինք, բան, Արմանել էր Անդրեասյան, այնտեղ էլի մեր ընկերն է, իրան եմ զանգել, բայց չենք հանդիպել, որովհետեւ դե արդեն մրցումներ էր, Արսեն Հարությունյանն էր, եթե չեմ սխալվում, մի խոսքով։ Գերմանիայում մենք ունենք էլի հայ ֆուտբոլիստներ, կապ կա իրանց հետ թե։ Չէ, ճիշտն ասած երեխեքի եմ տեսել, առիթներ ա եղել, որ տենց գնացել ենք, չգիտեմ, ինչ-որ տենց միջոցառումներ ա եղել, որ գնացել ենք հայ համայնքն անդեղել, մոտիկացել են, բայց տենց որ ասեմ, ինչ-որ մեկի ճանաչում եմ, զուտ համար ասեմ տվել, ասել եմ, թե ինչ-որ բան պետք լինի, անպայման զանգեք, բայց որ տենց ասեմ, կոնկրետ ճանաչում եմ, սուտ կլինի։ Պատրաստ ես։ Վտանգավոր հարցն է։ Sprichst du Deutsch, mein Freund? Գերմաներեն, որովհետև ես դպրոցում 10 թե 11 տարի գերմաներեն եմ անցել, ես հենց նոր հիշեցի, որ միասնական քննությունների համար 19.5 էի ստացել, երկու հատ սխալ էի արել ընդամենը ու իմ համար այդ օրը շատ վատ էր, թեխի 20 չեմ ստացել, այն ժամանակ շատ լավ գիտեի գերմաներեն, բայց դե լեզուն այնպես բան է, որ չես օգտագործում շատ բան։ Նայեք, ես օրինակ Խորվաթիայում որ ապրում եմ, խորվաթերեն սովորում եմ, հիմա լավ ես խոսում եմ խորվաթերեն, բայց որ գնացի գերմաներեն, ոնց որ հենց լսեցի իրան գերմաներեն խոսում, ես ինչ-որ էսի շատ դժվար լինել։ Կոշտա, խորվաթերեն օրինակ որ գնացել էի նոր էի լսում, հա չէի հասկանում, բայց ռուսերենի շատ բաներ նման էր ու հասկանում էի որ հեշտ կսովորեմ։ Չնայած ես էլ կսովորեմ հաստատ։ Գերմաներենում էլ շատ բաներ անգլերենի նմանություններ կան։ Շատ չեմ ասի, բառեր կա որ նման են, բայց չի շատ։ Մի խոսքը ոնց որ 0-ից մի բան սովորես, էլի օրինակ խորվաթերենը որ սովորում էի, ոնց որ ռուսերենին շատ էր օգնում։ Իսկ սա ոնց որ 0-ից մի բան սովորես, էլի պլյուս որ այնտեղ էի սկզբում դասատու ուսուցչով սովորում էի, հայ աղջկա հետ էր, տենց on-line պարապում էի, հետո որ ես վնասվածք եղավ, հետո հավաքանի խաղերն էր, բան դրանից հետո վնասվածք եղավ, շատ խառներ մոտս ամեն ինչ, ոնց որ ժամանակ էլ չունեի, էլի, բայց սա արձակուրդս բրծնի բայց նորմալ կյանքի վերադառնալ։ Մինչև այդ կյանքի վերադառնալ մի հատ թեթև նախավարժան կան։ Ես մի քանի բառ եմ առանձնացրել, տեսնեմ գիտես թե չէ գերմաներեն։ Բալ, գնդակ։ Հեշտ է, դե հեշտ է։ Ֆուս ոտնա։ Հա։ Բառ կա ու Սպասի ֆլաշ։ Տարբերակներ ասեմ դու ընտրի։ Քաղցրավենիք գարեջուր միս սոխ ֆլաշ։ Քաղցրավենիք գարեջուր։ Ինչի դառնում է գիտեմ։ Ոչ են գիտեմ, ոչ են։ Միս ֆլաշ միս Դերդի դասը գիտես։ Դերդի դասը իրանց մոտ բանը դեղը տղանա, դին։ Հա, դերդի դինք, դե ստարում սպეციფიկ։ Ինչ հիշում եմ ասում եմ, չի ես հիմա լավ հիշում եմ։ Մեկ էլ մեչան։ Մեչան։ Հա, մեչան, լավ բառ է։ Տարբերակներ ասեմ։ Բավայ։ Ամուսին տնորեն աղջիկ ուսուցիչ։ Մեչան։ Das մեչան, ընդ որում ինքը բացառություն է, դի պետքա լիներ, բայց դասը աղջիկ է նշանակում։ Դաս, այս մեջն բառը պետք է։ Գերմաներենի դասեր եմ։ Գերմաներենի դասեր են կանում։ Հիմա եթե իմ տեղը աղջիկ հաղորդավար լիներ, կասեր, իսկ ձեր սիրտը զբաղված է այստեղ։ Բայց դե ես ակամայից ասեցի, կարող է հետաքրքիր։ Ես երեք ազաբ եմ եղել։ Դու երեք ազաբ ես։ Փոքրիկ մրցույթ մեր մեջ 30 վայրկյան։ Սկզբից ես կտամ 30 վայրկյան դու կունենաս, հետո բայց տարբեր բաների մասին է, էլի։ Այդ ժամանակը պահեմ։ Ես էլ պահեմ։ Ես պահեմ, հետո դու կպահես։ 30 վայրկյանում ուրեմն պետք է նշես
Հեշտ առաջադրանք է, գերմաներենից հեշտ է։ Ֆուտբոլի մասին, հա։ Հա։ Ես ուզում եի դե լավ, ինչ պատրաստել եմ։ Լավ, հեշտ է, շատ հեշտ։ Նա 30 վայրկյանում պետք է նշես երկրորդ Բունդեսլիգայի մասնակից քո մրցակիցներին ընդամենը։ Բոլորին։ Չէ, ինչքան կարաս, 30 վայրկյան ունես, դրա համար ժամանակը գնաց։ Շալկե, Էլվերսբերգ, Պատերբորն, Հերտա, Ֆյուրտ, Բրաուշվայ, Ֆորտունա, մոռացա։ Ռանոսի թիմը Բրաուշվայ։ վայ։ Ասեցի Մյունստեր, խանգարում եմ էլի ավելի շատ։ Մյունստեր, Էլ ինչ կար, ես իմ Հանովեր, Հերտան ասել եմ, Կայզերսլաուտեր։ Ժամանակը սպառվեց։ Իդեպ Շալկեն դե արդեն գնաց, հա, Բունդեսլիգա։ Հիմա որ Շալկեից Վոլսբուրգը իջավ հիմա։ Վոլսբուրգը իջավ, Վոլսբուրգի իդեպ շատ վաղուց նման բան չէր եղել, որ երկրորդ Բունդեսլիգա։ Ուժեղ մրցակից եք ունենալու մի խոսքով։ Մյուս մրցաշրջանում։ Դες թիմերը որ նայում եք առաջի 4-5 թիմը, նույնիսկ Հերտան եթե չեմ սխալվում 6-րդ է, բայց Հերտան է մեծ թիմը։ Հիմա իմն է հերթը, դու կարող ես ժամանակ պահել։ Ես եմ քեզ հարց տալիս։ Հա, չէ, ես հարցը ունեմ, բայց չեմ պատրաստ։ Ձենա պատրաստված եք Չեմ լսել։ պատրաստ, չէ, ես արդար եմ։ Չէ, ես Հիմա եմ դու քեզ հարց տալիս։ դե գնացինք հոկեյ։ Դե լավ, արի բանը մինչև Ես թիմի սա ֆուտբոլիստների անունները։ Ես էդ էի, ես էդ էի պատրաստվել, լուրջ եմ ասում։ Դե Սավինը չեմ կարա, բայց գոնե պաշտպան։ Լավ, պաշտպան։ դավայ, մի րոպե։ 1, 2, 3։ Դա այդ նույնը։ Ֆաբիո Գրուբեր, որ իմացանք, որ գնացել է։ Լուկա Լոչոշվիլի, Բերկա Իլմաս, Կուդուսու, հարցակման գծից Յուլիան Յոստվան, որի խաղը ես հավանում եմ, բանը Դարպասապայի ազգանունը Ռայշերտ, բանը 18 տարեկան պաշտպանը Մանդիչ, Քրիստիան Մանդիչ, Ստյոպա Մկրտչյան։ Բայց անարդար է, հա, ճիշտ լավ նկատառում էր, որովհետև Հելնում էի գնալ։ հասցրել եմ, բայց Բաց էր։ Ադամին կարել մեկել ասել Մարխիև։ Մարխիևին, հա, ինքը որ համ ռուսական բաներ չէ, համ ինգուշա, համ բայց Ֆինլանդիայից բորնում ախան։ Ֆինլանդիայի հավաքականում, հա։ Մի խոսքով հիշում եմ, պաշտպաններին հատկապես հիշում եմ, դե ուշադիր ենք։ Համերա 10 առաջ 11-ը ասեցին են։ Հիմնականում պաշտպաններ կիսապաշտպաններին։ Հարցակոնից մենակ Գյուստվանին ասեցի, բայց իր խաղը ես ոնց հավանում ես։ Դե մի խաղ մեկնաբանեցի 3 հատ գոլ խփեց կանեն։ Ինքը Բունդեսլիգայում էլ է, չէ՞, խաղացել։ Հա, դե մեր մոտ հիմնականում սա ֆուտբոլիստներն են Բունդեսլիգայում խաղացել։ Իսկ քո թիմակիցներից դե քեզ չեմ ասում, թիմակիցներից ամենաուժեղը ով է ըստ քեզ։ Մեկը հայերեն է, ասեմ Ադամն է իմ համար ամենը։ Ադամը 23 համարը Մոմոն Զոմա։ Ամենա։ Սա շատ լավն է, բայց որ տենց կարաս առանձնացնել, սիստեմա Ադամն է, որ մի քիչ ուրիշ մակարդակային կարծիքով իր համար, մեկ էլ 23 համարը։ Դե հուսանք իրանք բոլորը կօգնեն ձեզ, որ Բունդեսլիգայի ուղեգիրը նվաճեք այս մրցաշրջանում։ Ծնունդիս օրը գիշերը ժամը 16-ին փետրվարի ժամը 12:00-ին Կլոզեն ու 3 ֆուտբոլիստներ եկել են իմ տուն։ Ես գիտեմ, որ ծննդյանդ համար հայրդ եկել էր Գերմանիա, այդ խաղի հաջորդ խաղն էր կարծեմ, ես էի մեկնաբանում, դրա մասին եթերում խոսել եմ։ Ինձ թվում է ասեմ ավելին, ձեռքն է հայկական կոնյակ։ Կլոզեի ձեռքը հայկական կոնյակ։ Այդ կոնյակը, որ ասում ես, ինձ թվում է ճիշտ է եղել անման բան։ Չէ, բայց համոզում էր էլի հայկական կոնյակով, բայց դա լավ կներ։ Առաջի խաղը ես որ թիմը գնացել էր խաղի, ես Խորվաթիայից պետքա գնայի այնտեղ ու պետքա Դու ես Խորվաթիայում էի առաջի խաղին, որտեղ գնացել այնտեղ տենց թղթապանական ինչ-որ հարցեր կար ու Զագրեբից թռնում էի Ֆրանկֆուրտ ու Ֆրանկֆուրտից պետքա գնայի Պատերբորն ու Ֆրանկֆուրտից Պատերբորն պետքա գնայի գնացքով։ Նստել հակառակ կողմ էի գնացել երկրի։ Կեսից հասկացա, որ ես սխալ տեղում եմ գտնվում, դուրս եկա ու փոխեցի գնացքը։ Հիմա այնքան ճիշտ ու սխալը խառնեցինք իրար, ուզում եմ հասկանում կարա լինի տես, դե կարա լինի իրականում, ես ուրիշ բան եմ ուզում։ Ասեմ ավելին ուշել հասել եմ հյուրանոց։ Այս այդ ժամանակագրությունն եմ ուզում հիշել, երբ պաշտոնական տեղեկություն եղավ, երբ չեղավ։ Չէ, ես դրանից հետո ես գնացել եմ Գերմանիա, ստորագրել եմ պայմանագիրս, թիմի հետ պարապմունք եմ արել,
Հաջորդ օր առօրյան գնացել եմ Խորվաթիա, թղթաբանական հարցեր Ինձ լուծել։ թվում է, այս մեկը ճիշտ է։ Ապրես ճիշտ Հա? չի։ Ճիշտ չի։ Դե լավ է, կարևոր։ Ուրեմն լավ է կողմնորոշում խամտե։ Այս մեծ, չգիտեմ, Չեմ հիշում այն չէ, բայց հաստատ ինչ-որ բան եղել է այդպես։ Այդ է մյուսի համար ուրեմն կպահենք։ Շնորհակալություն քեզ, Սյոբ ջան։ Քեզ հաջողություններ նոր մրցաշրջանում, սպասում ենք Բունդեսլիգայի ուղեգիր նվաճելու։ Մերսի շատ։ Սպորտի լեզվով հաղորդման տաղավարում էր Հայաստանի հավաքականի եւ Նյուրնբերգի պաշտպան Ստեփան Մկրտչյանը։